Նարեկ Սամսոնյան այժմ տնային կալանքի տակ է գտնվում։ Մենք հասել ենք մի իրականության մեջ, երբ տնային կալանք ենք լսում, ուրախանում ենք։ Օրինակ ձեզ համար սպասելի էր գոնե տնային կալանքի այս որոշումը։ Եթե անկեղծ ասեմ, ես նախորդ դատական նիստից հետո էլ որևիցե ակնկալիք չունեի, բայց երբ որ Նարեկի խափանման միջոցով փոխեցին տնային կալանք, մեծ հույս ունեի, որ Վազգենին էլ են փոխելու, բայց դա տեղի չունեցավ ու հետևաբար այս դատական համակարգից որևիցե ակնկալիք ունենալ ճիշտ չեմ համարում, որովհետև փորձը ցույց է տվել, որ այստեղ ոչ թե գործ ունենք իրավական գործընթացների հետ, այլ կամական որոշումների հետ, ինչպես օրվա իշխանությունները ճիշտ կգտնեն կամ հարմար կլինի իրենց։ Իսկ ընդհանուր հետևելով դատական նիստերին տեսնում ենք, որ պարբերաբար այսպես նաև լեզվակռիվ է տեղի ունենում, ինչ եք ակնկալում այս ավարտը ինչպես է լինելու հանգուցալուծումը։ Եթե էլի եմ կրկնում գործ ունենայինք իրավական հարցերի հետ, ապա այստեղ չէինք հասնի, այսպիսի քննարկումներ քրեական դատավարություն տեղի չէր ունենա։ Այդ տրամաբանության մեջ որևիցե ակնկալիք, որ սա պետք է ավարտվի, որ սա որևիցե ընթացք կունենա, մենք տեսնում ենք, թե օրինակ ինչպես են վերաբերվում վկային, ով մի քանի անգամ ասում է, որ դատարանի քննվող տեսանյութերն ինքնանձամբ չի դիտել, բայց անընդհատ ուզում են իրեն համոզեն, ստիպեն, որ ասի, որ հա այդ տեսանյութի մեջ ասվածը ես համարում եմ ոչ նորմալ, ես դա չեմ ուզենա, որ իմ ընտանիքի անդամները լսեն, անընդհատ այդպիսի ճնշում եմ նկատում ես վկայի նկատմամբ, ինչը որ իրոք զավեշտալի է, այսինքն երբ որ համացանցը ողողված է չվերահսկվող բառապաշարով, նույն ֆիլմեր, նույն, չգիտեմ, երգեր, տարատեսակ հաղորդումներ, որտեղ որ, չգիտեմ, անգամ ստենդափներ են տեղի ունենում, որտեղ որ հայոյանք է լինում, այսինքն YouTube-ն այն ստիրույթ է, որ դու հնարավորություն ու ազատություն ունես ընտրելու ինչ ես դիտելու, այսինքն եթե դա քեզ համար հաճելի չի, դու պարզապես կարող ես դա չդիտել, բայց դիտես ու չգիտեմ, դա դառնա քրեական հետապնդման մաս կամ քո կարծիքը, քո վերաբերմունքը այդ ամեն ինչին, աբսուրդ է այս ամեն ինչը։ Շնորհակալություն։